Ինչ են խոսել Միքայել Սրբազանն ու պաշտպանները մայրաթոռում փակ դռների ետևում։ Այս եւ այլ հարցերի շուրջ մամուլի ասուլիս հետևել Միքայել Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Արամ Զոհրաբյանը։ Այս եւ այլ հարցերի շուրջ մամուլի ասուլիս հետևել Միքայել Սրբազանի փաստաբանական խումբը։ Փաստաբան Արա Զոհրաբյանի պնդմամբ Միքայել Սրբազանի որոշումն է եղել կամովին գնալու ներկայանալ քննչական կոմիտե։ Սրբազանը պնդել է գնալու է, վախենալու բան չունի։ Զոհրաբյանի խոսքով Միքայել Սրբազանն իրեն հոգեպես ամուր է զգում։ Հաստատվել է, որ Միքայել Սրբազանն ու Բագրատ Սրբազանը Երևան կենտրոն քրեակատարողական հիմնարկում նույն խցում են նստած։ Մեր խնդիրը առաջնահերթ Միքայել Սրբազանի շահերն են։ Ամենաառաջին մեր շահից էլ բարձր իր շահերն են։ Հիմա տեսեք, իրեն մեղադրում են, ասում են դուք ռազմական հեղաշրջման, այսինքն իշխանությունը զավթելու կոչերով եք հանդես եկել։ Սրբազանը ասում է, ես այդպիսի կոչեր չեմ արել, ինչ էլ ասել է դա քննադատություն է, դա հիմա դրա մասին մեր գործընկերները ավելի մանրամասն կասեն, եւ զուգահեռ process է գնում, որով ասում են ինքը վարչապետի տեխնացուն է մեր։ Հիմա պատկերացեք պաշտպանական կողմից։ Կարծես ուզում են դիտավորել կապակցեն, որ հիմնավորեն այս կոչերի տրամաբանական կապը։ Ավելին ասեմ, երբ որ ձեր այդ հարցազրույցի ժամանակ հենց այդ օրը եկեղեցու բակում, երբ որ մեկը հարցեր դուք այսպեսի բան եք ասել, Սրբազանը նույնիսկ այդտեղ պորտած, այո, ասել եմ, լավ եմ արել, էլի եմ ասում, այդ հատվածը բերել են իրենք դատարան եւ փորձում են ապացուցել, որ ինքը կրկին նույն հանցագործությունը կատարել է որպես կալանքի միջնորդության հիմնավորում։ Այսինքն իրենք ամեն ինչ ֆիքսում են, որ մի բառ փոքեն եւ օգտագործեն Սրբազանի դեմ։ Դրա համար հենց այդտեղ Սրբազանի համաձայնությամբ, մեր 5 պաշտպանների ներկայությամբ այդ տեքստը կազմվեց եւ այդ տեքստը մենք որոշեցինք հրապարակել, երբ որ կավարտենք ու դուրս կգանք։ Դրա համար, երբ որ մենք իջանք արդեն ներքև, երբ որ ավարտվեց քննչական գործողությունները, երբ որ իջանք, ես իջնելու ժամանակ հենց շենքում հրապարակել եմ եւ դուրս եմ եկել, սկսել եմ լրագրողների հետ խոսել։ Այսինքն նայեք, իրենք մի հետաքրքիր բան էլ կա, որ խոսում է իրենց վատ տնային աշխատանքի մասին։ Երեք էլ կարծեմ Նիկոլ Փաշինյանը դրա մասին խոսեց, բայց կիսատ պռատ նայեք, ինչու՞ է խնդիրը։ Իրենք փաստորեն հունիսի 17-ին գործ են հարուցել, քրեական վարույթ են նախաձեռնել եւ հունիսի 21-ին Սրբազանը ինչ որ 25-ին, չեմ հիշում, ամսագրի 25-ին, 21-ին Սրբազանը էլի լրագրողի հարցին ինչ որ պատասխան է տվել եւ սա էլ են դրել քրեական հետապնդման հիմքում։ Այսինքն հունիսի 17-ին իրենք արդեն գիտեն, որ Սրբազանը պետք է կրկնի այդ հայտարարությունը, 1 տարի առաջվա հայտարարությունը պետք է կրկնի եւ իրենք հունիսի 18-ին արդեն վարույթ են նախաձեռնել։ Էս էլ է խոսում, որ իրենք նյութ չունեն, հիմա ուզում են գործը հարուցեն, նոր նյութ ստեղծեն։ Պատկերացնում եք, չէ՞, որ իրենք գաղտնալսել են նաեւ Միքայել Սրբազանին։ Ամեն օպերատիվ միջոցառումներ անել են, որևէ նյութ չլսեցին, որ օրինակ կապեն Միքայել Սրբազանին թեկուզ Բագրատ Սրբազանի քաղաքական գործունեության մասը, քաղաքական գործունեության է։ Կամ Միքայել Սրբազանը օրինակ բանավոր կամ միտեղ մեկի մոտ ասի, եկեք իշխանության զավթումը պլանավորենք կամ նախապատրաստենք կամ իրականացնենք։ Եթե նման բան լիներ, բնականաբար մենք այսօր կունենանք դա, հենց անձամբ վարչապետը իր Facebook-ան էջում դրա մասին կխոսեր։ Ինչպես գիտեք, մեր իրավապահները սենց արդեն իսկ ված սովորություն ունեն, տեսնում են ինչա ցանկանում վարչապետը, իրենք միանգամից այդ բոլոր ցանկությունները փորձում են իրականություն դարձնել եւ հենց այդ ամսի 4-ի հետ կապած այդ հրապարակումներից հետո միանգամից իրենք կարծեք թե տեսնում են մի տարի առաջ 24 թվականի հարցազրույցը Միքայել Սրբազանի եւ դա վերցնում են, փորձում են շրջանառել։ Սա իր հերթին, իսկ այն ինչ որ ասում են, որ ամսի 21-ի հաղորդում, հայտարարություն, հրապարակում, պետք է նշեմ, որ պաշտոնական իրենց պատասխանը մեզ, երբ որ մենք հարցրել ենք, թե նույն մեղադրանքի մեջ 2 տարբեր հրապարակում եք նշել։ Կասեք, թե երկուսը ինչ են, առանձին հանցագործություններ են, թե ինչ են, պաշտոնական պարզաբանումը եղել է հետևյալը, որ երկրորդ հրապարակումը դա առաջինի վերահաստատումն է, այսինքն դա ինքնին առանձին հանցագործություն չի։ Հետևաբար նույն տրամաբանությամբ այս երկու հրապարակումները կարող են լինել 23 թվականի պատերազմական ժամանակի հրապարակումների վերահաստատումը։ Կապը հատուկ բերեցի այդտեղ, որովհետև բոլորը գիտեք, որ հրապարակվել է համացանցում Դանիել Յովհաննիսյանի հարցում ու պատասխանը։ Տեսեք, այստեղ ամենակարևոր բանը որ կա, սա հենց բերում է նրան, որ սա քաղաքական հետապնդում է եւ դատախազությունը իր դիրքորոշումը 360 աստիճանով փոխել է բացառապես վարչապետի հայտարարությունների եւ գուցե հանձնարարության արդյունքում։ Եթե այստեղ գրած է, որ 2023 թվականի սեպտեմբերի 26-ի հարցազրույցում բառերը շատ կարևոր են, հա, որ ռազմական հեղաշրջում պետք է արվի, թե չէ Հայաստանը կվերածվի Էրմենիստան։ Ուրեմն իրենք այս
հաղորդում երբ որ ուսումնասիրել են, հենց նույն դատախազությունը գրել է, որ իրենք ուսումնասիրել են, վերահաստատում են, որ ձեր հաղորդման մեջ նկարագրված հանգամանքները չի հաստատվում այնպիսի դեպք, գործողություն, անգործություն, որը որ ենթադրել հանցագործություն է։ Հիմա դատարանում մեղադրանքի կողմը քննիչը դատախազ ասում են, որ այս ամբողջ հարցազրույցի մեջ հիմնական խնդիրը դա հենց այն, որ ասում է ռազմական հեղաշրջում պետք է արվի, որ գեներալից այդ ուժային կառույցները պետք է անեն։ Հիմա հարց ենք տալիս, ասում ենք ընկերներ, 23 թվականին ռազմական հեղաշրջում, գեներալից այդ նույն բառերի վերաբերյալ հայտարարությունները դուք չեք դիտել հանցագործություն։ Ինչպես եղավ, որ հիմա հանցագործություն է։ Իրենք առաջին փուլում սկսեցին ասել, որ իրենք տեղյակ չեն սրա մասին։ Սա ամենաառաջի աբսուրդն է, որ դատախազությունը իբր թե տեղյակ չէ, այնինչ նույն պաշտոնատար անձն է այս ամեն ինչի մեջ շրջանառվել գրագրություններով համապատասխան վարչության պետը, երբ որ 2023 թվականին հաստատվել է, որ հանցագործություն չկա, 2024 թվականին դիտարկել են, որ հանցագործություն կա։ ՀԵՑ պետականացնելու նախագիծն անգրագետ օրենքի նախագիծը, որը պատրաստ են հիմնավորել ցանկացած ձևաչափով հրավիրված ասուլիսին, հայտարարել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության գլխավոր տնօրենի պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նրա պնդմամբ բացարձակ նորմալ չէ այսպիսի մեծ ներդրումը խլելը բոլոր տեսակի հնարավոր միջոցներով, հաշվառնելով սեփականատիրոջ անձը։ Ղազինյանը նշել է նաև, որ իրենց հետ որևէ ձևով իշխանության կողմից կապ չի հաստատվել եւ խոստացել է օրինական ճանապարհով շատ ուժեղ հակադարձում անել։ Չնայած որ մեր դեմ պայքար է տարվում ոչ օրինաչափ, այսպես ասած առանց կանոնների մարտի ձևաչափով, մենք պատրաստվում ենք հաշվի առնելով, որ մեր ընկերության սեփականատերը պետական այդ մարդ է, մենք պատրաստվում ենք բոլոր իրավական ճանապարհներով պայքարել այս գործընթացի դեմ։ Եթե անգամ ներպետական այսպես հնարավորությունները սահմանափակ է մեր համար, բնականաբար արդեն մենք հասկանում ենք, բայց այդտեղ արդեն միջազգային կազմակերպություններ, մեր գործընկերների հետ միասին շատ վատ արձագանքներ ենք ստանում մեր միջազգային գործընկերներից, իհարկե չեմ կարող տրամադրել այդպիսի փաստաթղթեր։ Այո, որ զարմացած են շատ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը չի մասնակցել ՀԱՊԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդին Қырғызստանում։ Փոխարենը Երևանում դիվանագետն ընդունել է իր եվրոպացի գործընկերոջը Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին։ Բաքու կատարած իր այցի շրջանակում Կալասը անդրադարձել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության փաստաթղթի շուտափույթ ստորագրման անհրաժեշտությանը, նշելով, որ միանշանակ ողջավորված են Երևանի եւ Բաքվի միջև կարգավորման գործընթացով։ Միրզոյանն հերթին ընդգծել է, սահմանադրական փոփոխությունը Հայաստանի ներքին հարցն է, եթե Բաքուն մտահոգություններ ունի իր տարածքային ամբողջականության հետ կապված, պետք է ստորագրի պայմանագիրը։ Իրավացի եք, իսկապես գրեթե 4 ամիս է անցել այն պահից, երբ մենք եւ Ադրբեջանը հայտարարեցինք, որ խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ բանակցությունները ավարտված են եւ ըստ էության պայմանագիրը պատրաստ է ստորագրման, որից հետո ցավոք սրտի տեսանք, որ ադրբեջանական կողմը մի քանի այլ նախապայմաններ ունի, այդ թվում եւ օրինակ ՀՀԿ Մինսկի խմբի լուծարումը եւ կամ Հայաստանի Հանրապետությունում սահմանադրությունում փոփոխություններ իրականացնելու, խմբագրություն անելու անհրաժեշտությունը։ Իհարկե կցանկանանք տեսնենք այդ գործընթացի ամփոփումը որքան հնարավոր է շուտ։ Կայունություն մեզ անհրաժեշտ է ամբողջ աշխարհում, ոչ միայն այս տարածաշրջանում։ Եվ այո, Բաքու կատարած իմ այցի շրջանակում անդրադարձել եմ խնդրին։ Մենք երկխոսում ենք փոխկապակցվածության մասին եւ քննարկում ենք տարբեր հնարավորություններ, որոնք կարող են առկա լինել երկու երկրների համար։ Նաև Եվրոպան կենտրոնական Ասիայի հետ կապելու այս գործընթացն այդ համատեքստում հնարավորինս արագ ամփոփելու համար։ Հայ առաքելական եկեղեցու շուրջ հակամարտությունը պետք է լուծվի։ Ռուսաստանը շահագրգռված է, որ այն չընթերցի անհիմն հարձակումների։ Հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ հայ հասարակության մեջ եկեղեցու պաշտպանության շարժումը շատ լուրջ է, որը հիմնված է խորավանդույթների վրա։ Во-первых, тема обсуждалась. Все высказали серьезную озабоченность тем, что происходит внутри Республики Армения. Понятно, что это внутреннее дело наших соседей. Թեման քննարկվել է, լուրջ մտահոգություններ ենք հայտնել Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ Հասկանալի է, որ սա մեր հարևանների ներքին հարցն է, բայց հազարամյա հայ առաքելական եկեղեցու վրա հարձակումները խիստ մտահոգիչ են։
Եկեղեցին ավանդաբար միշտ եղել է հայ հասարակության հիմնական հիմնասյուներից մեկը, եւ մենք չենք ցանկանա, որ այդ եկեղեցին ենթարկվի անհիմն հարձակումների, եւ մենք շահագրգռված ենք այս հակամարտության, այս իրավիճակի հնարավորինս շուտ լուծմամբ, Հայաստանի Սահմանադրության, հավատացյալների իրավունքների եւ ըստ էության ցանկացած այլ մարդու իրավունքների լիակատար հարգանքի հիման վրա։ Հայաստանի արտգործնախարարն արձագանքել է իր ռուս պաշտոնակցի հայտարարությանը հայ եկեղեցի իշխանություններ հակամարտության վերաբերյալ։ Հպանցիկ հասցրեցի ծանոթանալ իմ սիրելի գործընկեր Սերգեյ Լավրովի այդ մեկնաբանությանը։ Ուզում եմ ասել, որ պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ եւ ամբողջական չէ։ Ես եթե չեմ սխալվում, պարոն Լավրովը օգտագործել էր իշխանությունների պայքար եկեղեցու դեմ ձևակերպումը։ Կրկին պարոն Լավրովի տեղեկատվությունը բոլորովին չի համապատասխանում իրականությանը, Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ, այն ինչ նկատի ունի պարոն Լավրովը հավանաբար վերաբերում է եկեղեցական մի քանի գործիչների կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը ուրեմն խառնվելու, քաղաքական գործընթացներին մասնակցելու եւ համաձայն արդեն մեր իրավապահ մարմինների ոչ ուրեմն իրավական ձևով այդ մասնակցություն ունենալու ցանկության, այն է, եթե ավելի ուղիղ ասենք, ապօրինի հեղաշրջման փորձերին մասնակցելու կամ նախաձեռնելու շուրջ դրանց այդ երևույթը, այդ դեպքը եւ կրկին ուզում եմ ընդգծել, սա իրավական process է եւ սա Հայաստանի Հանրապետության ներքին գործն է, ինչպես դուք մեջբերեցիք իրավացիորեն, պարոն Լավրովը ավելի լավ է չխառնվի Հայաստանի Հանրապետության ներքին գործերին եւ ներքին քաղաքականությանը։ Կուզեի օգտվել առիթից եւ նույն կոչը անել նաեւ պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գործընկերներին, մեդիա գործընկերներին։ Ես կարծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության եւ պաշտոնյաները, եւ խորհրդարանականները, եւ մեդիա փորձագետները պետք է մեծ հարգանքով վերաբերվեն Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը եւ այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նշել է, որ ՀԱՊԿ այն կազմակերպությունն է, որը վերջին ժամանակներում բազմիցս ցույց է տվել իր արդյունավետությունը։ Խոսելով ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության մասին, Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ դա պետության ինքնիշխան որոշումն է, նա նաև նշել է, որ Ռուսաստանը ելնում է այն փաստից, որ Հայաստանը դուրս չի եկել կազմակերպությունից։ Մինչև այդ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Qozog'istանում կայացած ՀԱՊԿ-ի արտգործնախարարների խորհրդի մասնակիցները հաշվի են առել, որ Հայաստանի արտգործնախարարը հրաժարվել է մասնակցել միջոցառմանը։ Իրանի արտգործնախարարությունը պարզաբանել է իր դիրքորոշումը իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի արդյունքներով ընդունված հակահայկական ձևակերպումներ պարունակող Ստամբուլի հռչակագրի վերաբերյալ։ Մասնավորապես Բաքվի հրահրման հռչակագրում հիշատակվում էր այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի համայնքը եւ կոչ էր պարունակում Հայաստանին չխոչընդոտել արևմտյան ադրբեջանցիների վերադարձը։ Արևմտյան Ադրբեջան արտահայտությամբ Բաքուն նկատի ունի Հայաստանի տարածքը։ Իրանական կողմը, որը բազմիցս բանավոր աջակցել է Հայաստանի տարածքային ամբողջականությանը, քվեարկել է փաստաթղթի ընդունման օգտին։ Թեհրանի դիրքորոշումը բացատրելով Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ իսլամական համագործակցության անդամ պետությունները կարող են կոլեկտիվ փաստաթղթերում բարձրացնել հարցեր, որոնք չեն արտացոլում յուրաքանչյուր անդամ պետության դիրքորոշումը։ Մենք միշտ աջակցել ենք Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղությանը։ Հարավային Կովկասում խաղաղությունն ու անվտանգությունը մեզ համար կարևոր են։ Մենք լավ հարաբերություններ ունենք երկու երկրների հետ։ Միևնույն ժամանակ մենք չենք ողջունում կոնկրետ այդ կետում հասկացությունների եւ բառերի կիրառումը եւ կարծում ենք, որ այդ բառերի օգտագործումը, որոնք կարող են արտացոլել տարածքների վերանայման ցանկություն, ընդհանրապես տեղին չեն։ Ռուսաստանի հետ պետական եւ մասնավոր խողովակներով համաձայնեցված միջոցառումները չեղարկվում են, հաղորդում է ԱՊԱ գործակալությունը հողմանելով Ադրբեջանի մշակույթի նախարարությանը։ Հաշվի առնելով Եկատերինբուրգի մարզում Ռուսաստանի իրավապահ մարմինների կողմից ադրբեջանցիների դիտավորյալ սպանությունները, նաեւ բռնի գործողությունները հիմնված նրանց ազգային պատկանելիության վրա եւ այն փաստը, որ նման դեպքերը վերջերս դարձել են համակարգված Ադրբեջանում նախատեսված ռուսական մշակութային միջոցառումներ, այդ թվում համերգները, փառատոները, ներկայացումները, ցուցահանդեսները եւ այլն չեղարկվում են, հայտարարել է նախարարությունը։ Ի պատասխան Բաքուն երեք արտգործնախարարությունը հրավիրել Ռուսաստանի ժամանակավոր հավատարմատար Պյոտր Վոլոկովիխին պաշտոնական բողոք ներկայացրել։ Նաեւ ի նշան բողոքի Ադրբեջանից հայտարարում են, թե Միլի Մեջլիսի առաջին փոխնախագահ Ալի Ախմեդովի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը չի մասնակցի
Մոսկվայում կայանալիք միջխորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 23-րդ նիստին։ Եկատերինբուրգում տեղի ունեցած իրադարձությունները չպետք է Բաքվի կողմից նմանատիպ դեմարշների պատճառ դառնան, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, սակայն ադրբեջանական կողմը այս անգամ էլ խուզարկություններ է իրականացրել Սպուտնիկի գործակալությունում, իսկ ռուս դիվանագետներին չի հաջողվում կապ հաստատել լրագրողների հետ։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ ձերբակալել են Սպուտնիկ Ադրբեջանում գաղտնի աշխատող Ռուսաստանի 2 գործակալի։ 6 ամիսը բավարար ժամանակ էր, որպեսզի հասկանանք, թե ինչ խնդիրներ ունենք միասնական տոմսային համակարգի հետ կապված Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ընթացքում հայտարարել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։ Նրա խոսքով 6 ամիսը բավարար էր նաև հասկանալու, որ երևանցիների մեծ մասը շատ պատասխանատու է վերաբերվում տրանսպորտային վճարումներին, բայց նաև կան քաղաքացիներ, ովքեր մտածում են, թե եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է, շեշտել է քաղաքապետը։ Օրենսդրական փաթեթ է քննարկվելու վաղը ազգային ժողովում, որ արդեն նախատեսվում է հստակ տուգանք տրանսպորտային միջոցից օգտվելիս չվճարելու, չիդենտիֆիկացնելու, չվավերականացնելու համար եւ մենք իհարկե որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ որ մի փուլից կսկսվի նաեւ տուգանվելը, կսկսվեն նաեւ տուգանվել այն մարդիկ, ովքեր որ չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար։ Եվ ես անկեղծ ասած շատ տպավորված եմ ընդհանուր առմամբ առանց փաստացի որևէ նմանատիպ պատժի գործիք կիրառելու մեր քաղաքացիների բարձր պատասխանատվության, որովհետև կրկնեմ, գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու ձևով իրականացնում է վճարումները եւ վալիդացիաները նույնպես իրականացում են։ Բարձրագույն կրթության եւ գիտության մասին օրենքի նոր տարբերակը թույլ կտա ձևավորել եւ ձևակերպել այս ոլորտի բարեփոխման հիմնական մոտեցումները։ Ազգային ժողովի ԿԳՄՍ հանձնաժողովի արտահերթ նիստում ասել է նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նա ընդգծել է, որ օրենքի նոր փոփոխությամբ հիմնական շեշտադրումներից մեկը կլինի համալսարանների ֆինանսավորման համակարգի փոփոխությունը, շեշտը դնելով գիտական գործունեության զարգացման վրա։ Բացի այս, ըստ Անդրեասյանի, օրենքում առանձին անդրադարձ կա համալսարանների կառավարման համակարգին։ Նրա խոսքով պետական պաշտոն զբաղեցնող կամ քաղաքական կուսակցությունների անդամ անձինք չեն կարողանա մասնակցել կրթական հաստատությունների կառավարմանը։ Կրթության նախարարի խոսքով բուհերում նաև ընդունելության նոր համակարգ կներդրվի։ Միևնույն ժամանակ նախատեսվում է ներդնել կրթաթոշակային լայն համակարգ ուսանողների աջակցության համար եւ ինչպես արդեն առիթ ունեցել ենք ասելու, կրթաթոշակային համակարգը ստեղծելու է պայմաններ, որպեսզի ոչ մի պատշաճ առաջադիմությամբ ուսանող ուսման վարձը չվճարելու պատճառով դուրս չմնա բարձրագույն կրթությունից։ Սահմանվել են հստակ բարձրագույն կրթության 3 մակարդակները, որոնցում ուսումնառության հաջող ավարտին շնորհվում են համապատասխանաբար բակալավրի, մագիստրոսի եւ դոկտորի որակավորումները։ Այստեղ հատկապես 3-րդ աստիճանում է մեծ փոփոխությունները, որտեղ նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել համաեվրոպական չափանիշներին, դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման 3-րդ աստիճան։ Եվ այս մակարդակի կրթությունը կարող են իրականացնել միայն հետազոտական համալսարանները իրենց կազմում գործող համապատասխան գիտական կազմակերպության հիմքի վրա։